Ժամանակին Երևանի քաղաքում քայլում էիր, բազմաթիվ կրպակներ, պաղպաղակ էին վաճառում։ Հիմա հոբ քաղաքի ինչ-որ մի ծայրում կամ մի կետում բացում է մի հատ մեծ սուպերմարկետ, ու այդ հարյուրավոր փոքր կրպակները, այդ հարյուրավոր փոքր ձեռնարկությունները չկան այլևս, որտեղ այն մեծերը տանում են։ Սոցիալական արդարության անհրաժեշտ պայմանն է։ Այդ փոքր ձեռնարկությունում աշխատողը երեխու համար այդ կոպեկով հաց եւ կոշիկ առնում եւ գիրքա, դասագիրքա գնում։ Այդ մարդկանց փոքր ձեռնարկություններին մենք խոսք ենք տալիս հարկային 100% հետ վերադարձ։ Արտանող ձեռնարկություններին էական աջակցություն, ներմուծման փոխարինումը։ Ուրեմն մենք չկանք թուրքական արտադրողի չափ չկանք։ Մենք չենք կարող արտադրենք այն ինչ որ թուրքերն են արտադրում ու բերում լցնում են մեր երկրում։ Իհարկե կարող ենք։ Եվ դրա համար պետք է իրականացվի ներմուծման փոխարինման քաղաքականություն, ներքին արտադրություն։ Այս իշխանությունները եկած չեկած գյուղատնտեսության նախարարությունը փակեցին։ Ինչու՞։ Իրան գիտեին չէ, որ նախարարություն չլինի, գյուղատնտեսությունը կսկսի ընկնել։ Գյուղատնտեսությամբ զբաղվողների փողը կնվազի, հողից ստացած եկամուտը կնվազի, հողի գինը կընկնի, ով դրանից կշահի, նա որ այդ հողը էժան կառնի, կամ իր համար կամ թուրքերի համար, որ հետո թուրքերը գան ստեղ եւ հայերին բատրակ սարքեն։ Աջակցելու ենք մարդկանց մշակել իրենց հողը ավելի բարձրաձեգ արտադրանք ստանալու համար, որ մենք Երևանում ուտենք հայկական արտադրության պանիր, կարագ, միս, երշիկ, այլ ոչ թե 40-50%-ով մեր վայելահողերը չեն մշակվում, սենց որփի նման ընկած դրսից ցորեն են մուրում, հետո ասում են վայ տեսեք ինչ լավ եղավ, 4-րդ կարգի ցորեն ստացանք Ադրբեջանով։